Ձեր կուսակցությունը 6 օր շարունակ անընդհատ հետևում է Խորենացի փողոցում ծավալվող իրադարձություններին, ըստ ձեզ հանրությունը ինչու չի ինքնակազմակերպվում, ինչու տեղի չի ունենում մոբիլիզացիա։ Նախ ասեմ, որ ոչ միայն հետևում ենք, այլև ակտիվորեն աջակցում ենք այն process-ը, որը որ ինքնաբուխ կերպով սկսվեց ի պաշտպանություն տղաների պահանջների, որպես գնահատական ասեմ, որ տղաների արարքը դա այլ ելք չունենալու պատճառով ստեղծված այս իրավիճակից պոռթկում էր եւ այդ առումով գոնե ակնհայտ է, որ որևէ մեկը բարոյական իրավունք չունի տղաներին քննադատել կամ ահաբեկիչ անվանել եւ այլն եւ այլն։ Ինչ մնում է մոբիլիզացիային, իմ կարծիքով սա պետք է քաղաքացիական դաշտից տեղափոխվի քաղաքական դաշտ եւ այս կազմակերպչական առումով քաղաքացիական շարժման մոդելը պետք է վերափոխվի եւ այդ առումով, քանի որ իրենց պահանջներն էլ քաղաքական են, պետք է շարժումը եւս դառնա քաղաքական։ Լիդերների առումով ես կարծում եմ, որ պետք է ներսից Պավլիկը եւ մյուս տղաները իրենք որոշեն, թե ովքեր պետք է այստեղ շարժումը կոորդինացնեն եւ այն անհատները, այն գործիչները կամ թիմերը, ովքեր որ փորձում են տարբեր ձևերով վերցնել միկրոֆոնը որևէ կերպ ուղղորդել կամ կազմակերպել շարժումը, ինչպես տեսանք, չեն ողջունվում տղաների կողմից, մեղմ ասած չեն ողջունվում։ Այսօր կարծում եմ, որ հանրային քննարկումներ տեղի կունենա, ինչպես երեք պայմանավորվեցինք եւ կազմակերպչական առումով բավական առաջընթաց կարձանագրենք։ Արմեն, դուք նշեցիք, որ պայքարի բոլոր մեթոդները, միջոցները ըստ էության սպառվել էին։ Կարծում եք քաղաքական ուժը սպառել էր իր բոլոր հարթակները, ի նկատի ունեմ զենքն էր մնացել միակ լուծում պայքարի, ինչ եք կարծում այդ ուժը բոլոր առումներով քաղաքական հարթակները սպառել էր իր։ Ես իրենց դիտանկյունից նկատի ունեմ, որ բոլոր հարթակները սպառվել էին, ոչ թե Հայաստանի քաղաքական Տեսեք, այստեղ մի բան գոյություն ունի, օրինակ Արեգ Գյուրեղյանը, որը գտնվում է ներսում, Հայկ Գյուրեղյանի եղբայրն է։ Հայկ Գյուրեղյանը անցյալ տարի 9 տարի ազատազրկման դատապարտվեց շարիկով, պիստոլետով ոստիկանի վրա կրակելու համար։ Այդ երիտասարդին իմ կարծիքով այս կյանքում էլ ուրիշ ոչինչ չէր մնում, քան ապացուցել, որ իր եղբորը հանիրավի են դատապարտել։ Ես եղել եմ բոլոր դատական պրոցեսներին, իրենք ակցիաներ են կազմակերպել, բայց տեսել են, որ այդ ամենը արդյունք չի տալիս։ Ես կարծում եմ, որ այնպես չի, որ քաղաքական դաշտում բոլոր գործիքները կիրառվել էին ու չի ստացվել, ուղղակի իրենց դիտանկյունից իրենք, այո, փորձել են, ամեն մեկը անհատապես մի մեծ պատմություն է եւ ամեն մեկը իր փորձն է, իր փորձը ունի եւ այդ փորձից է դասեր քաղել։ Եվ այնպես չի, որ ես այստեղ ողջունում եմ ինչ որ զինված գործողությունները, բայց իրենք իմ համար ապստամբներ են, իրենք մարդիկ են, ովքեր քաղաքացիական ապստամբության իրավունքից են օգտվել, իրենք մարդիկ են, ովքեր պատանդության մեջ գտնվող իրենց ընկերոջ տվյալ դեպքում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների ազատության համար են պայքարում, որովհետեւ ակնհայտ է, որ նույն Ժիրայրը բերման է ենթարկվել եւ կալանավորվել է հանիրավի, այդ առումով իրենց քայլերը արդարացված են։ Այսօր արդեն 6-օրյա լռությունից հետո խոսեց Սերժ Սարգսյանը, խոսեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանց տարածած հայտարարություններից ինչ տպավորություն ստացաք արդյոք, օրինակ Սերժ Սարգսյանը պատրաստ է որևէ զիջման գնալ, նա նույնիսկ բացառեց եւ չուզեց խոսել պատճառների մասին, ինչ է կարծում այս ելույթները ինչու նույն օրը եւ գրեթե նույն ժամին են։ Տեսեք, Սերժ Սարգսյանը ուներ 5 օր բացահայտելու, թե ուժային որ կառույցի, որ ղեկավարի հրամանով է գնդապետը կրակ արձակել եւ այդ ցավալի դեպքը տեղի ունեցել։ Բայց Սերժ Սարգսյանը անգամ իր ենթակաների վրա չունի համապատասխան ազդեցությունը եւ մինչ օրս բացահայտված չէ։ Տղաները այնտեղից բացահայտել են այդ գործը, բայց իրենք որ ունեն բոլոր տեսակի լծակները բացահայտելու, չեն բացահայտել կամ ամենայն հավանականությամբ ձեռնատու չի հայտարարեն, թե ում հրամանով են գործել այդ պահին ուժային կառույցները։
Ինչ մնում է ամբողջական հայտարարությանը, Սերժ Սարգսյանը պատին պատով պատասխանեց, այսինքն որևէ փողզիչման տեղ իր հայտարարությամբ ինքը չթողեց, ինչը նշանակում է, որ իրենք պատրաստվում են այս հարցին ուժային լուծում տալ։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ էր, որ 2017 թվականին իր քաղաքական ուժի համար իշխանություններից հնարավոր աջակցություն է ձևավորում, որովհետև այն հայտարարությունները, որոնք որ այս օրերին իր քաղաքական թիմի ներկայացուցիչներն անում էին, մասնավորապես Գագիկ Ջահանգիրյանը, այդ նողկալի հայտարարությունը, երբ որ արեց, արդեն պարզ էր, որ դրա հավանությունը Լևոն Տեր-Պետրոսյանը եւս տվել է ու սպասելի էր նման տեսակի հայտարարություն։ Իրենք պասերով են խաղում, այդ բնական է, հիմա կմիանա նաեւ Ռոբերտ Քոչարյանը, երեք իր հովանավորյալներից շատերը այստեղ էին, ոմանք նաև համախմբում կուսակցության ոմանք նաև սուլոցների արժանացան, օրինակ Վարդան Օսկանյանը, ինչը շատ բնական էր եւ տրամաբանական։ Ես կարծում եմ, որ հենց երեկվա դեպքից հետո մարդիկ պետք է դասեր առնեն ու չարժանանան Աշոտյանների ու Օսկանյանների ճակատագրին։ Այնուամենայնիվ, այս պահին դուք ինչպիսի լուծում եք տեսնում, կողմերը կարծեք թե խոսում են արյունահեղությունը բացառելու տարբերակի մասին, բայց որքանով եք դա հնարավոր համարում այս փուլում եւ ինչ ելք Գլոբալ առումով մի լուծում կա, դա ներկայիս խորհրդարանը ցրել եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն է։ Իշխանության որոշ խոսնակներ ասում էին, որ իշխանությունները պատրաստ են տղաներին չկալանավորել, բայց դրա իրավական հիմքերը չկան։ Մենք այդ իրավական հիմքերն էլ ենք ցույց տալիս, այդ տղաները կարող են հենց նույն օրը դառնալ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու ցանկացած ցուցակով եւ օգտվել անձեռնմխելիության հնարավորությունից եւ ի վերջո պետք է ձևավորվի հանրային մի մարմին, որը որ ապագա խորհրդարանական ընտրությունների արդարությունը եւ ազատությունը կապահովի։ Կարծում եք կա նման քաղաքական կամ գնալ օրինակ արտահերթ խորհրդարանական ընտրությունների այսօր օրինակ մամուլն անդրադարձավ, որ հնարավոր է կառավարությունը ծրի, սրանք հնարավոր տարբերակ չկա։ Այս պայն քաղաքական կամք համոզված են, որ իրենց մոտ չկա, բայց իրենց մոտ կա մեծագույն խուճապ եւ այդ խուճապի դրսեւորումը նախորդ օրերին ոստիկանության բիրտուժներ, բերման ենթարկվածների այդքան մեծ քանակն էին, այդ խուճապը իրենց մատնում է, մենք էլ այստեղ հասկանում ենք, թե ինչա տեղի ունենում իրանց մոտ եւ պատրաստվում ենք հետագայում ճնշումը բարձրացնել, որպեսզի հասնենք իմ նշած լուծումներին։ Այնուամենայնիվ, եթե ամփոփենք մեր զրույցը, ինչու ըստ ձեզ բավարար քանակի քաղաքացիներ չհավաքվեցին։ Առաջին օրը քաղաքական գործիչները նշում են, որ եթե 40,000 հոգի հավաքվի, մենք այլ իրավիճակ կունենայինք, համամիտ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում որևէ քաղաքական միջոցառում կարող է 40,000 մարդու մասնակցություն ապահովել։ Անցյալ տարվա Էլեկտրիկ Երևանը օրինակ մաքսիմում 10-15,000 մարդու մասնակցություն է ունեցել, բայց այստեղ կարծում եմ քանակը չի կարևորը, կարևորը այստեղ հավաքված մարդկանց ընդհանուր գիտակցումը պետք է լինի եւ խնդիրը, որ դուք մատնանշում եք, ցավալի է, բայց դա պետք է փնտրել իրենց քաղաքական ուժի անցած ճանապարհի մեջ, որ ի ցավ իրենց եմ ասում, չեն կարողացել այդպիսի մեծ հանրային աջակցություն ձևավորել, որ այսօր այդ խնդիրը չունենային։ Բայց մենք այստեղ ենք, տարբեր այլ խմբեր, այլ թիմեր եւս այստեղ են, ովքեր արդար մղումներ ունեն եւ ինչպես արդեն նշեցի, մենք կանգնած ենք ու պատրաստ ենք այդ հանրային աջակցությունը ձևավորել։